Հիմա Վյունիկի հետ կտրելու ենք այս զուգարանի թղթի գլանակները, կիսելու ենք, հա, ու մեջը հող ենք լցնելու, իսկ ինչի համար ենք հող լցնելու մեջը, մի միկրոտովարը, ինչի համար ենք հողը լցնելու մեջը, լցնելու ենք, որ մեջը բույսերը դնենք, չէ, հետո կտեղափոխենք այս կոնտեյների մեջ, որ լավ բույս ունենանք, որ լավ աճի, հետո այս արդեն իրանց ամբողջական կտեղափոխենք հողի մեջը, սրանք էլ չենք անելու, այսինքն ինքը պիտի որ շատ չնեղվի դրանից, չէ։ Ավ։ Այդ բույսը կտրենք։ Ահա, սեղմի, լավ չի կտրվում, չէ։ Չէ։ Հələ սպասի ես։ Ահա, սեղմի, մի քաշի, սեղմի դու։ Ահա, մի քաշի։ Քաշեցիր։ Հա։ Ստացվեց։ Հա։ Շատ լավ է։ Լավ չի կտրվում, չէ՞, դժվար է, հələ տավի մի հատ է։ Դավայ, ոնց է ստացվում։ Դժվար է։ Ահա, դավայ, հիմա սեղմի։ Ահա, գլանակները, դավայ։ Կտրի։ Ահա, շատ լավ է։ Դավայ։ Դու կարող ես։ Ահա, դավայ սեղմի։ Ինչ եղավ։ Տրավ սա։ Ահա, այսպես տեսք ունի։ Հիմա Վյունիկը կլցնի ջուրը այստեղ ու ես ձեռքով կհունցեմ իրան։ Լցրա։ Ահա, մեզ պետք է հիմա ստանալ մեր տնկելու հողը։ Ահա, ինքը այսպես ըստ վիդեոների, որոնք ես նայել եմ, ինքը պետք է լինի ավելի մի քիչ ավելի փափուկ։ Հիմա ինքը մի քիչ չոր է, մի քիչ է ջուր կավել։ Ու ինքը հիմա կլցնի երկրորդ ջրի քանակը։ Ինքը ոչ թե պետքա դառնա հենց ցեղ, այլ ավելի շատ, չգիտեմ, ինդ խմորի պես երևի տենց կարող բացատրեմ, դունից դուրս թափվում է։ Ստացվում է։ Ոնց որ թե եթե մի քիչ լավ խառնենք, կստացվի։ Հա։ Ինքը ոնց որ ասում են պետք է նայես տպավորություն լինի, որ նոր անձրև է եկել, կամ տենց շատ ցեխոտ չէ, բայց չորել չէ, այսինքն ինքը պետք է իրար կպնի, բայց չլինի շատ թաց։ Հələ դասավորում ես, մի հատ տեսնեմ ոնց է դասավորում։ Մետրիկ բերեմ, որ հարմար լինի։ Ինչ։ Սրանք եկը դասավորես։ Սրանք։ Раз, два։ Раз, два։ Այդ վերջինն էլ արա, հələ տեսնեմ ոնց ես լցնում հողի մեջը։